Պարոն նախագահ, նորից էլի գանք այդ նշանակման այդ մասին, էլի շատ է նաև շահարկումներ տարբեր կողմից, շատ այդ շահարկում բառը շատ ենք ասելու, որտեվ ձեր ողջ կարիերայի ընթացքում, պարոն նախագահ, ինչ դուք եք իդեպ մի անգամ ասել, ամենազրպարտված քաղաքական գործիչն եք։ Ամենազրպարտված քաղաքական գործիչներից մեկը, այսպես ասենք, եւ դա իր բացատրությունն ունի։ Ես չեմ ասում հատուկին վրա ֆիքսվել են, ով էլ ներ իմ փոխարեն, նույն բանը կլներ։ Հաշվի առնելով տարիները, հա։ Հաշվի առնելով, որ ես 25 տարի Հայաստանում եղել եմ, ծառայել եմ, ինչպես ես միշտ եմ ասում, ամենապատասխանատու պաշտոններից մի քանիսում։ Պատկերացնում եք, չէ, այդ ընթացքում ինչքան մարդը աշխատանքից ազատվել, այդ ժամանակահատվածում ինչքան մարդիկ են տարբեր լուրեր տարածել, ոչ թե հենց որ ես եմ, այլ նաև իշխան տարբեր առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք։ Դրա համար ես դրանից շատ չեմ նեղվում, բայց դե ինչ արած։ Որպես փաստ եմ։ Հա, չէ, դա հենց այդ է, դրա համար անդադար շարքված բառը պետք է ասենք, ասում էին, որ այդ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ Հայաստանը Արցախի հետ խնդիրներ ուներ եւ այլն, հարցս ոնց եմ ուզում տալ, որ գալիս էիք Հայաստան, որպես պաշտպանության նախարար, զգում էիք Հայաստանի ու Վազգենի ներկայությունը ձեր թիկունքին, էլի, որպես պատժկա, որպես աջակցություն։ Եվ առաջին նախագահի այսպես սատարումն էի զգում, իսկ Վազգենի հետ, ինչ ասեմ, ընկերությունից ավելի խոր հարաբերություններ ենք ունեցել, այո, և դա եղել է նաև մինչև Հայաստան-Երևան տեղափոխվելը։ Իսկ այդ ընկերությունը կար մինչև։ Ես գիտեի, որ Երևանում կա նվազագույնը մի մարդ, որին օրվա ցանկացած ժամին կարող էի զանգել և իմ ծայրահեղ անհրաժեշտությունները իրան ներկայացնել։ Ու ինքը կլուծեր դա։ Ես չեմ ասում այն ամբողջությամբ ինչ ակնկալիք ունեինք, բայց հնարավոր բոլոր բաները անում էր։ Իսկ արդեն դաջաներում, իդեպ հետաքրքիր է, պարոն նախագահ, դուք Հայաստանում ձեր տեղափոխվելուց մինչև 18 թվական դաջայում եք եղել, չէ՞, դաջայում եք ապրել, կառավարական համառանոցում, լավ սենց ասեմ։ Ու այդտեղ ասում են, որ ձեր ու Վազգեն Սարգսյանի տունը մի պատ է բաժանել ընդամենը, մի տուն է եղել, մի պատով։ Երբ որ ես առաջին անգամ պաշտպանության նախարար էի, այո։ Այսինքն հետևյալն էր, եթե պետք էր հանդիպել, ծեծում էինք, եթե 5 անգամ էինք ծեծում, այդ նշանակում է շատ շտապ է։ Թվերով բաժանած էր, հա։ Միջև այդ, այսինքն գրադացիա կար, 4-ը ուրիշ բան, 3 ուրիշ բան, հա, թե որ չէ, մոտավորապես այսինքն մի քանի անգամ, այսինքն հրատապա։ Ու այդ ժամանակ դուք միշտ ուշ էիք տուն գալիս, Վազգենը ոչ այդքան, չէ՞։ Իսկեն այդ բանն էլ կա, որտեվ պատմում են իմացող մարդիկ, հետաքրքիր է էլի ձեզնից լսել, ոնց էր այդ ասենք։ Չէ, երբ որ անհրաժեշտություն կար խոսելու, չէինք սպասեցնում իրար, բայց այդպես չի, որ Վազգենը տենց շուտ էր գալիս։ Խնդիրը ուրիշ բանում էր։ Վազգենը այդ ժամանակաշրջանում հիմնականում անց էր կացնում Սյունիքում։ Էս էր։ Սյունիքի պատասխանատու տենց ինչ-որ մի բան չէ, բարետ, թե սենց ինչ-որ բաներ չէ նշանակված։ Պետնախարար էր ու այնտեղ էր հիմնականում բան անում էլի գնում, բայց հաճախ էր գալիս իհարկե Երևան եւ մշտապես